Ոչ հաջող ռենտգենի նկարը արհեստական բանականությունը մշակում է եւ ավելի պարզ բժշկին ցուցադրում պացիենտի տվյալները։ Գունավոր հատվածների առկայությունը կօգնի բժշկին կազմակերպել ավելի արդյունավետ բուժում, համադրելով դեմքի եռաչափ նկարը համակարգչային շերտագրման ու ներբերանային սկանավորման տվյալների հետ։ Նորարար այս եւ շատ այլ մեթոդներ, ժամանակակից բժշկական սարքավորումներ ներկայացված են հայկական առողջապահական միջազգային էքսպոյի տաղավարներում։ Ցուցահանդեսը միավորել է ավելի քան 40 երկրի պետական, գիտակրթական, արդյունաբերական եւ բժշկական կառույցների ներկայացուցիչների։ Այս տարի 2025 թվականին հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսը եւ գիտաժողովը նման մասշտաբով առաջին անգամ է տեղի ունենում Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու եւ կազմակերպչական աշխատանքների շնորհիվ, նաեւ մեր միջազգային գործընկերների շնորհիվ փորձի փոխանակությունը, ինչպես նաեւ դասընթացները միջազգային պրակտիկա ձեռք բերելու մասով շատ կարևոր են։ Փորձում ենք ձևավորել էքսպոյի մշակույթը, առողջապահության մեջ կարծում եմ մի փոքր մի ճանելիք ունենք էքսպոների կտորով եւ ինչպես գիտեք ամբողջ աշխարհում էքսպոները ոչ միայն առողջապահության մասին են, ոչ միայն բժշկագիտության մասին են, այլև հարաբերությունների հաստատման, բիզնես կապերի, անձերի ճանաչելու, փոխգործակցությունների, գիտական, գիտակրթական ծրագրերի համատեղ իրականացման այս բացն ենք փորձում լրացնել սրահով։ 4-օրյա էքսպոյի ընթացքում կանցկացվեն համագումար 12 գիտաժողով, աշխատաժողովներ, սեմինարներ, որոնց կմասնակցի 290-ից ավելի բանախոս։ Կազմակերպիչները նշում են միջոցառումների քանակը գերազանցելու է 100-ը։ 4 օրերի ընթացքում տեղի ունենալու առաջին հայկական միջազգային բժշկագիտական կոնգրեսը ցավի բժշկության վերաբերյալ, որին մասնակցելու են 50-ից ավել երկրներից ներկայացուցիչներ, գիտնականներ, ովքեր որ կիսվելու են իրենց միջազգային եւ համաշխարհային փորձով ցավի բժշկության մեջ, ախտորոշման, կառավարման եւ բուժման մեջ։ Ծրագիրը բավական հագեցած է, լինելու են 200-ից ավել զեկույցներ եւ բոլորը կրեդիտավորված են։ Մենք ունենք նաեւ կազմակերպություններ, ովքեր մասնակցում են էքսպոյին, ունեն տաղավարային մասնակցություն։ Սա ըստ էության աննախադեպ է, երբ որ մենք ունենք մասնակիցներ, ովքեր ոչ թե ինչ-որ այստեղի ընկերության ներկայացուցիչ են կամ այստեղ ունեն ներկայացուցչություն, այլ ընկերությունը առաջին անգամ եկել է Հայաստան, ուզում է մտնել հայկական շուկա եւ եկել է այսօր այստեղ իր տաղավարով ներկայանում։ Մենք ունենք այստեղ ընկերություններ Վրաստանից, մենք ունենք Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Պարսկաստանից։ Հայաստանյան բուժհաստատությունները ներկայացնում են իրենց ներուժը, տեղում իրականացվում են նաև հետազոտություններ։ Իրենց նորագույն բժշկական սարքավորումներն ու լաբորատոր գործիքները ցուցադրում են արտասահմանցի պատվիրակները։ Մեր ընկերությունը Գերմանիայում զբաղվում է լաբորատոր սարքավորումների արտադրությամբ։ Ուրախ ենք Հայաստանում մասնակցել առողջապահական էքսպոյին, ներկայացնել մեր հնարավորությունները եւ նոր կապեր ստեղծել բժշկական այս մեծ համայնքի հետ։ Էքսպոյի հիմքում մեկ առողջություն մոտեցումն է, որը ընդգծում է մարդու, կենդանու եւ շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածությունը։ Հաջորդ տարի նախատեսում են մեծացնել մասնակիցների աշխարհագրությունը, արդեն ունեն պայմանավորվածություններ Դուբայի եւ Հնդկաստանի գործընկերների հետ։ Նարե Ոսկանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։